Բարև ձեզ հարգելի գործընկերներ, կարող ենք սկսել։ Այո։ Առաջինը ցանկանում ենք տեղեկացնել, որ 2026 թվականի ապրիլի 15-ին ժամը 10:30-ին ունենալու ենք դատական նիստ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ չափազանց կարևորում ենք այն հայտարարությունները մեր հայրենակիցների, մեր գործընկերների, նաև հենց ուժեղ Հայաստան կուսակցության անդամների, որ հերթական անգամ իրենց աջակցությունն են ցուցաբերելու, լինելով ըստ էության Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեի հարակից տարածքում։ Ինչ միջնորդություն ենք ներկայացրել այսօր դատարանին, միջնորդությունը վերաբերում է հետևյալին. երբ արդեն գործը գտնվում է դատարանի վարույթում, ընթացակարգային իմաստով սկիզբ է առնում նախնական դատալսումները։ Նախնական դատալսումները իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց իհարկե ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումը։ Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում միջնորդություն, հասցեագրված պատվարժան դատարան դատավոր Դոլմազյանին, առայն որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի հարց։ Բացահայտեմ նաև պատճառաբանում։ Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին ուժեղ Հայաստան կուսակցությունը հրավիրել է համագումար եւ առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետեւ կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մենք տեսանք ինչպես օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ ինչ աստիճան ինտեգրված, ներգրավված էր process-ին։ Մրցակցության, հավասարության ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է եւ հույս ունենք, որ նշվածը կապահովվի եւ ինչ որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է այլևս դատական իշխանության ուսերին։ Այդպես չպետք է լինի, բայց սա Հայաստանի Հանրապետությունում արկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։ Դրանից չենք զարմանում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք, հստակ պահանջ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ։ Միաժամանակ նաև առիթից օգտվելով ցանկանում ենք անդրադառնալ սույն վարույթով հսկող դատախազ մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Արգամ Դալաքյանի երեկվա հայտարարություններին։ Հայտարարությունները տեղ էին գտել հանրային հեռուստաընկերության եթերում, լուրերի թողարկման շրջանակներում, մի գաղտնիք էլ բացահայտեմ, ինձ զանգահարել էր լրագրողը, ով կարծես հենց հարցազրույցը վերցրել էր պարոն Դալաքյանից, մենք ունեցանք շատ ջերմ մոտ 1 րոպե տևողությամբ խոսակցություն, որտեղ հարցրեց արդյոք մեղադրանքը ընդունելի է թե ոչ, արձագանքեցի, որ այն քաղաքական հետապնդում է, ակնհայտ ապօրինի է եւ մի քանի այլ հանգամանքեր նշեցի, որոնք տեղ չեն գտել նշված թողարկման շրջանակներում։ Բայց իհարկե անկեղծորեն ասեմ, թե ես, թե Տիկին Գասպարյանը, թե պարոն Վարդանյանը, պարոն Ֆերոյանը, ով կմիանա մեզ ընթացքում մեծ սիրով պատրաստ էինք նաև հյուրընկալելու նշված լրագրողին, մենք էլ նույն պայմաններում, այսպես մեր աշխատասենյակում նստած, մենք էլ ներկայացնեինք օրինակ ապօրինությունները հենց նաև նույն դատախազության կողմից կատարված, բայց այդ հնարավորությունից չենք ունեցել։ Եթե շատ կարճ արձագանք ներկայացնենք, իմ ձեռքին օրինակ հիմա Վճռաբեկ դատարանի 2026 թվականի փետրվարի 25-ի որոշումն է։ Այս որոշումը միայն, որ օրինակ լրագրողը հանրային հեռուստաընկերության փոխանցեր դատախազ Դալաքյանին, բավարար էր, որ այդ հարցազրույցը տևեր օրինակ 20 վայրկյան, որտեղ Վճռաբեկ դատարանը այս քաղաքական հետապնդման պայմաններում ներկայացված մեղադրանքներից մեկի վերաբերյալ ասել է, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա, մյուս մեղադրանքի վերաբերյալ ասել է, որ այն գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, նույնն էլ դե կոչի դրվագի հետ կապված կարծում եմ միայն բոլորի մոտ ժպիտ է առաջանում, որովհետև մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը հիշեցման կարգով Հայաստանի Հանրապետությունում ըստ քննչական եւ դատախազության մարմինների հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Հիմա այս 3 մեղադրանքների տեսանկյունից ամփոփելով ընդգծենք մեկի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը ասել է գործը կարճեք, դադարեցրեք վարույթը, մի զբաղվեք դրանով, ամոթ է։ Մյուս դրվագի վերաբերյալ ասել է շատ ցածր է ենթադրյալ հիմնավոր կասկածը, եթե չեք կարողանում ամրապնդել կրկին
դադարեցրեք հետապնդումը, մի ծանրաբեռնեք հակակոռուպցիոն դատարանը։ Իսկ կոչի դրվագի վերաբերյալ դե քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո ինչ ասենք, այստեղ իրավաբանությունը ընդհանրապես չի գործում, կարող ենք պարզապես փակել ամբողջ իրավաբանությունը ընդհանրապես։ Բայց մի կարևոր շեշտադրում էլ անենք, տեսեք, շուրջ 10 ամիս Սամվել Կարապետյանի հետ առնչվող, Սամվել Կարապետյանի հետ չառնչվող, Սամվել Կարապետյանի հետ հիպոթետիկ առնչվող, տիեզերական իմաստով առնչվող կամ չառնչվող բոլոր հնարավոր ամեն ինչ քննելու պայմաններում ներկայացվել է այսպիսի մեղադրանք, որից մեկը ընդհանրապես չի վերաբերում Սամվել Կարապետյանին։ Ընդհանրապես, դա ասում է նաև Վճռաբեկ դատարանը։ Երկրորդը կրկին չի վերաբերում Սամվել Կարապետյանին, բայց Վճռաբեկ դատարանը քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո, բայց միևնույնն է ասել է շատ ցածր մակարդակի վրա է հիմնավոր կասկած։ Իսկ երրորդը կրկին կոչի դրվագ։ Հիմա այս իրավիճակում, որ պատկերացնեք, որոշակի իմաստով այս ամենը միտեղ ժպիտ է առաջացնում, միտեղ ցավ։ Ցավ ինչ իմաստով, որ հնարավոր է նման տգեղ եւ վիրավորական, աբսուրդային քաղաքական հետապնդումներ Հայաստանում։ Եվ մի հատ էլ այդ ամենի նման կերպով լուսաբանում, երբ կան կոնկրետ դատական ակտեր նշվածի վերաբերյալ, որ պատկերացնեք, եթե դատարանը հիմնավոր կասկած չի հաստատում, իսկ այս մեղադրանքների տնտեսական հատվածի վերաբերյալ հիմնավոր կասկածներ չեն հաստատվել օգոստոս ամսին, չեն հաստատվել սեպտեմբեր ամսին, հոկտեմբեր ամսին, նոյեմբեր ամսին, դեկտեմբեր ամսին, ընդհուպ մինչև մարտ ամսին։ Իդեպ այն նույն դատախազը, ով երեք ներկայացնում էր նշված դրվագների վերաբերյալ իր կարծիքը, ինքը հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ որոշումը նույնիսկ չի բողոքարկել։ Չի բողոքարկել, այսինքն ինքը ընդունել է, որ այդ միջնորդությունը Սամվել Կարապետյանի իբրև այդ մեղադրանքներին առնչության վերաբերյալ չի հաստատվում։ Ինքը բողոք չի ներկայացրել, բայց ինքը դրա մեղադրական եզրակացություն է հաստատել։ Ես խնդրեմ գործընկերները շարունակեն, այնուհետև մի քանի շեշտադրում եւս կան։ Շնորհակալություն, արդեն գործընկեր Արամ Վարդևանյանը ըստ էության նշեց այն, ինչ որ ունենք։ Պետք է նշեմ, որ այո,